Տերս թող օշն է բոլորիս առավոտը, իմ եսօր էս տունը որնոր բարձով եմ վերցրել ու էս տեղը ուրդեղ որ ես միշտ նստե ու սիրով նայել եմ հանգստացել եմ միշտ կզարմանամ միջոք աստված ինչ հիանալի գործեր կենեմ ընձի երեքսա որ էս տունը պտի հանցնեմ ներողություն 2 օր առաջ ու արդեն ես այսօր կսպասեմ տանտերերին որ պտի կան ու հանցնեմ ու այս տունը ես այնքան կհանգստանա, երբ որ կուկայ տեսանյութեր կնկարեի, Աստծո խոսք կխոսայի, իրականում շատ մեծ ուրախությամբ կուկայ, հատկապես տեղից կսիրեի նայեի ու ամենակարևոր բանն որ այսօր կուզեմ ձեզ ասեմ, Աստված ինձ սավ կեշտաս մի հատ եկեղեցու կհաստատվիս, որնոր ինձ քանի անգամ արդեն 3-րդ անգամ ցույց էր տվել ու գիտեք դիք որն է այդ եկեղեցին Եսօր իմացա, որ այդ եկեղեցին այստեղ լուսամուտից կերևա, ուրդեղ որ ես միշտ նստե Աստծո խոսքն եմ խոսածել, եկեղեցի, ուրդեղ որ Աստված ինձ ասել է կեշտաս ու կհաստատվիս, այստեղ մոյկի հետևի շենք կնե, ուրդեղ որ կհավաքվին այն հավատագիցները, ուրդեղ որ Աստված ինձ պիտանի ու հաստատե, ով գիտեք ում եկեղեցին է, քրեք մեկնությունների մեջ սիրելիներ, Փառք Աստծուն իրականում, որովհետև երբ որ ես Տիրոջը սկսեի Տեր ուրդեղ պետք է կուզես ես ընտեղ եմ, Տերը սավ ես կուզեմ, այդ մոյկի հետևի շենք է իշտաս։ Ու հետո կվկայեմ տեսնի մեկնությունների մեջ ինչ կեղնի, ինչ կկրեք, գիտեք թե չգիտեք, որ եկեղեցին է, մինչև որ ես Կիրակի օրը արդեն պիտի այցելեմ այդ եկեղեցին։ Կուզենայի որ վկայի ու նաև շատ շնորհակալ եմ, որովհետև այդ եկեղեցուց շատ շատերն են ինձ զանգել ու շատ շատերը աղոթել են ինձ համար։ Ովքեր որ աղոթել են, գրեք մեկնությունների մեջ, սկանը սիրելիներ։